Իմ թիկունքում աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարն է։ Սուրբ Էջմիածնի մայրտաճարը հիմնվել է Վաղարշապատում, Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում։ 1724-ամյա մայրտաճարը բազում ասպատակիչներ է տեսել, բայց այն շարունակում է մնալ կանգուն եւ շարունակում է լինել հայերի համախմբման տեղը։ Էջմիածնի մայրտաճարը քրիստոնյա աշխարհի ամենանշանակալից տաճարն է։ Նրա տեղում երբևէ կանգնած է եղել Անահիտ Աստվածուհուն նվիրված հեթանոսական տաճար, որի վրա էլ 4-րդ դարի սկզբին կառուցվեց մայրտաճարը, խորհրդանշելով քրիստոնեության հաղթանակը։ Մայրտաճարը միայն 17-րդ դարում է պարզպապատվել, երբ համեմատաբար խաղաղ է եղել Հայաստանը։ Մինչ այդ այն ենթարկվել է տարբեր հարձակումների։ Խորհրդային տարիներին տաճարի տարածքում գտնվող պատմական շենքերը ծառայել են բանակին, դրանք վերածվել են պահեստի, ինչի հետևանքով քայքայվել ու մաշվել էին։ Միջնադարից սկսած Վաղարշապատում տարբեր կառույցներ են ավելացել, որի պատճառով մայրտաճարն այսօր ներառում է տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ոճեր։ Քաղաքից պահպանվել են 17-ից 20-րդ դարի յուղաներկեր, հին լուսանկարներ։ Տարբեր կաթողիկոսների ջանքերով մայրաթոռի տարածքում կառուցվել են նոր շենքեր, իսկ հները նորոգվել են, պահպանելով ինքնատիպ ճարտարապետական լուծումները։ Դարեր շարունակ այստեղ գործել են 3 կրթական հաստատություններ, որոնք դաստիարակել են ապագա հոգևորականների սերունդները։ Վաղարշապատ քաղաքում ունենալ այսպիսի սրբավայրեր եւ պարտավորեցնող է եւ նաեւ հոգեվոր առումով մխիթարություն է առաջին հերթին Վաղարշապատ քաղաքի բնակիչների համար եւ նաեւ ամբողջ աշխարհասփյուր հայ ժողովրդի համար, որովհետեւ բոլորիս հայացքներ ուղղված են դեպի այս քաղաքը Վաղարշապատ, իդեմս Մայրաթոր Սուրբ Էջմիածնի։ Տաճարի հատակագիծը վերջնական տեսք է ստացել 7-րդ դարում։ 982 թվականին արաբ Աբլահաջ Ամիրան անգամ իջեցրել է գմբեթի վրայի խաչը։ 7-ից 15-րդ դարերի վերանորոգումների մասին գրեթե ոչինչ չի պահպանվել, իսկ մոտ 10 դար տաճարը մնացել է անխնամ։ Սա մեզ համար կարևոր խորհուրդ ունի այն առաքելությամբ, որ այստեղ է հաստատվել Սուրբ Էջմիածինը, այստեղ է իջման Սուրբ Սեղանը, որտեղից եւ նաեւ աշխարհասփյուր հայությանը բաշխվում է Մայրաթոռի օրհնությունը։ Մայրաթոռը նաեւ աշխարհասփյուր հայության համար համախմբող խորհուրդ եւ զորություն ունի եւ ամբողջ հայության հայացք ուղղված է դեպի Մայրաթոռ Սուրբ Էջմիածին։ Վաղարշապատը ծանր հարվածներ է կրել նաև Շահ Աբասի օրոք։ Աբասը ցանկացել է տաճարն ամբողջությամբ նվիրել Հռոմի պապին։ Պարսից իշխանն ուզում էր ոչ միայն թալանել քաղաքը, այլև քանդել տաճարը եւ քարերը տեղափոխել Պարսկաստան, այնտեղ նոր եկեղեցի կառուցելու համար։ Նա պնդում էր, որ այդ կերպ կջնջվի հայերի հայրենիք վերադառնալու հավատը։ Յուրաքանչյուր անձի համար կարծում եմ ընկալելի է այն իրողությունը, որ այս քաղաքը իր օրինակելիությամբ, հոգևոր իր զարթոնքով, հոգևոր իր ապրումներով շատ ավելի պիտի ընդգծված առանձնանա, որքանով այդպիսին է կդժվարանամ միանշանակ գնահատական տալ, բայց նկատի ունենալով, որ Վաղարշապատի բնակիչների հավատքը, ջերմեռանդությունը, կապվածությունը այստեղ գործող սրբավայրերի հետ, բնականաբար շատ ավելի մեծ օրհնություն է այս բնակիչների համար։ Բռնությունների շղթան երբեք չի դադարել։ Մահմեդական, քրիստոնյա, պարսիկ, թուրք, ռուս, տարբեր ժամանակների հարձահարիչների թիրախում միշտ եղել է Վաղարշապատը որպես հայերի հոգևոր մայրաքաղաք։ Թեպետ Վաղարշապատը հազարամյակների պատմություն ունի, այսօր նրա հնությունն ընդգծող շինություններից պահպանվել են միայն մայրտաճարն ու մյուս եկեղեցիները։ Քաղաքն ամբողջությամբ չի պահպանել այն հայկական շունչը, որն ունեցել է դարեր առաջ։ Իբրև հնություն, հին սրբավայրեր, վանքերն են մնացել Վաղարշապատ քաղաքում, ես գուցե ամբողջությամբ չեմ տիրապետում տեղեկատվությանը, այլ ինչ հին շենքեր կամ հնավայրեր պահպանվել են թե ոչ, բայց տեսանելի, աչքին տեսանելի սրբավայր հնություն, այստեղ մեր սրբավայրերն են։ Բնականաբար, եթե արդեն շատ հնություններ, հին շենքեր, պատմական ինչ-որ շենքեր կամ հատվածներ, որոնք որ չեն պահպանվել դարերի կամ տարիների ընթացքում, սա արդեն
մեզ համար, եթե որևէ բան չի պահպանվել, ինչը պիտի վերականգնվի։ Մի քիչ սա ինձ համար անհասկանալի է, բայց եթե ինչ-որ բան պահպանվել է, բնականաբար պետք է շատ ավելի ուշադիր եւ հոգացու վերաբերմունք ունենանք այդ պատմական հուշարձանների նկատմամբ։ Բայց ինչպես որ տեսնում եք, այդ պատմական հուշարձաններից սրբավայրերն են մնացել այստեղ։ Վաղարշապատի քրիստոնեական կոթողների երկրորդ կյանքը սկսվել է Հայաստանի անկախացումից հետո։ 2001-ին քրիստոնեության ընդունման 1700-ամյակին Մայր տաճարը հիմնովին վերանորոգվել է Գալուստ Գյուլբենկյանի եւ Ալեք Մանուկյանի միջոցներով։ Հաջորդ մեծ ծավալի աշխատանքներն սկսվել են 2012-ին եւ ավարտվել միայն 2024 թվականին։ Դարերի ընթացքում հայերի հավատը թուլացնելու բոլոր փորձերը ձախողվել են։ Այսօր Վաղարշապատում եւ Մայրաթոռում կյանքը խաղաղ ու բնականon է, բայց նաեւ այսօր կան փորձեր տաճարին հարվածելու ու նրա նշանակությանը կասկածի տակ դնելու։ Տեր Եսային ասում է, Վաղարշապատի իրական արժեքը հասկանալու համար պետք է պարզապես գալ ու տեսնել այն։ Մայր տաճարում մեր աղոթքը բարձրացնենք առ Աստված եւ խնդրենք Աստծո բարեխոս, Աստծո օրհնությունը, Աստծո առաջնորդությունը յուրաքանչյուրիս կյանքում։ Այսինքն հոգեվոր կրթությունը, հոգեվոր մխիթարությունը, հոգեվոր դաստիարակությունը սկսվում է հենց Մայր տաճարից։ Եվ բնականաբար դա այսպես ճառագայթվելով արձագանքելու է ոչ միայն Վաղարշապատ քաղաքի, այլ նաեւ ամբողջ հայության վրա։ Այս խորհուրդը մեզանում շատ կարեւոր է, որովհետեւ յուրաքանչյուր հայ գալիս է Մայրաթոռ իր ուխտը վերանորոգելու ոչ միայն հոգևոր ինքնության, այլ նաև ազգային ինքնության։ Սդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։